Պարոն Կարապետյան, ընտրությունների մոտենալուն զուգահեռ հասարակության մեջ քաղաքական դաշտում խոսույթը սրվում է եւ ստանում է բացասական երանգներ, մասնավորապես վարչապետը ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ ցիտում, վախենամ դառնաս բոմժ, իսկ հետո ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե բոմժ դառնալու գործընթացը անշրջելի է։ Ինչպես եք վերաբերում այս հնչած հայտարարությանը, ինչու է առհասարակ նման բառամթերք տիրում քաղաքական շրջանակում եւ հասարակության մեջ հասարակական մթնոլորտում։ Շնորհակալություն։ Դե որտեղ վարչապետը արդեն 8 տարի է այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության ամբիոն, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է։ Այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքը արդեն ցեյտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի։ Այսինքն դուք էլ լուրջ չեք ընդունում, արձագանքել չեք պատրաստվում այդ հայտարարությանը։ Դե ես ասեցի իր երազները, ես չեմ մեկնաբանելու, մարդը ինչ որ երազներ է տեսնում, ելնում հայտարարում է, դնեմ ամեն օր, հեսա 30 օր ինքը իր երազները կպատնի, ամեն օր դնեմ արձագանքեմ դրան։ Ինչքան շատ սուն կուլ տա, այնքան շատ բան կանի, պատմի։